միջանձնային այս դեպքերը շարունակվում են, այսինքն զինվորը ինքնասպան է լինում, ավելի ուշ նախաքննական մարմինը հայտարարում է, որ ըստ էության 1 անձ կալանավորվել է ժամկետային զինծառայող, հետագայում պարզում ենք, որ ինչ-որ զինվորների մեջ անհամաձայնություն է եղել, դիրքում քննելու թեման, այսինքն այս թեման շարունակում է, ինչ է անում գլխավոր շտաբի պետը, որպեսզի այս միջանձնային հարաբերությունների արդյունքում մենք չունենք, այսինքն վերջի ժամանակահատվածում հակառակորդի կրակոցից չեն մահացել, մինչդեռ միջանձնային հարաբերությունների արդյունքում մենք զոհեր ենք ունենում։ Ճիշտ եք նշում, այո, կան նաև այդպիսի դեպքեր, նաև 25 թվականի ընթացքում առաջին հնգամսյակում մենք ունեցել ենք նմանատիպ դեպքեր, նայեք, մենք մեծ քանակությամբ միջոցառումների համալիր ենք իրականացնում, սկսած անձամբ իմ գործունեությունից, գլխավոր շտաբի պետի ամենօրյա գործունեությունից, օրվա տեղեկատվության վերլուծությունից եւ խնդիրների առաջադրումից, ընդհանուր կենտրոնական ապարատ զորամիավորումներ, զորամասեր, հանձնաժողովներով, պատրաստված սպաներով անձնակազմի շրջանում նաև անհատական աշխատանքներ, նաև ռազմական ոստիկանությունն է շատ լուրջ աշխատանքներ իրականացնում։ Ենթակայության տակ զինվորը ինքնասպան է։ Նայեք, դա այո, շատ վատ դեպք է, բայց նաև համոզված եղեք, որ մեր ռազմական ոստիկանությունը վերջին երևի 1 տարվա ընթացքում, այսինքն 24-ի երկրորդ կիսամյակ եւ 25-ի առաջին կիսամյակ մեծ քանակությամբ մեծ ծավալի աշխատանք է իրականացրել մեր զինծառայության շրջանում։ Ռազմական ոստիկանները միշտ մեր շարքերում են, մեզ հետ են, մենք ոչ մի կոնֆլիկտային վիճակում են իրավիճակում, ներքին տարաձայնություններ, ներքին խմորումներ, փորձը ցույց է տվել երկար ժամանակ այնքան են այդ խմորումները գագաթնակետին ասնում, զինվորը ստիպված ինքնասպան է լինում, մինչդեռ նաև արդեն ռազմական ոստիկանության պետից առաջարկություններ, դա բազմիցս ամենամսյա, կարելի ասած 10 օրյակը 1 անգամ ես գրություն եմ ստանում, որ այս զորամասերի այս ինչ զինծառայողներին առաջարկում ենք ծառայությունից հանել եւ տեղափոխել ընդունիչ բաշխիչներ, նրանց հետ կանխարգելիչ համապատասխան աշխատանքներ իրականացնելու եւ արդեն իսկ զարգացող դեպքերը կանխարգելելու համար։ Եվ ես դες հավաստիացնում եմ, որ այդ աշխատանքները բազմաթիվ են, սկսած իմ կողմից, անձամբ իմ կողմից, բարոյահոգեբանական ապահովման վարչության մյուս բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների, զորամիավորումների, միավորումների եւ զորամասերի